Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում իթիվս այլ հարցերի խոսել է նաև կոռուպցիայից եւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանի ամենահարուստ մարդն է եւ այնտեղ կասկածներ կան, որ այդ ամեն ինչը կոռուպցիոն ճանապարհով է եղել։ Դե կարծում եմ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե այդպես հարցարարություններ անում, որտեվ Նիկոլ Փաշինյանը ամենաբաց երկրի ղեկավարն է երբևիցե Հայաստանի Հանրապետությունում եղած եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն թե ով է ամենահարուստ երկրի ղեկավարը եւ ում դեմ է այս պայդրությամբ $200 միլիոն, իսկ ես չեմ նայել այդ այսպես ասած ասուլիսը, որը ես ասուլիս չեմ համարում, հարցազրույցը ես չեմ նայել եւ պետք է ասեմ, որ ավելի լավ կլներ ինքը խոսար այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը, որը որ մենք դեռ գիտենք, հələ այսքանը գիտենք, հələ այսքանի հայց ներկայացվել է, հələ ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսա, անպայման կնայեմ, չեմ կարծում, որ կարողանա բացատրի, որովհետև այդ արդարանալուն միտված հարցազրույցը, որը ինքը տվել է, իրան չի փրկելու։ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով, հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտարը ինքը իր մտածելակերպը, իր գործելավոճը հայ մարդուն օտար է եւ ինքը օտար է Հայաստանի Հանրապետությունում, ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք եկել են այդտեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մարդասպաններ են։ Իրանք այո, ինչ անենք, տարբեր տեղերում Հիտլերն էլ շատ բան է ստացել, տոկոս է ստացել, բայց դա չի նշանակում, որ ինքը մարդասպան չէ։ Իսկ ինչի պետք է ինչ-որ մեկը տեսնի մեկին մարդ սպանելու ժամանակ, որպեսզի դուք Հիտլերին տեսել եք մարդ սպանելուց։ Տեսել եք։ Այս պատմական լիքը փաստեր կա։ Դե ես էլ ասում եմ, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ ու հիմա էլ է տենց վերաբերվում։ Հարգելիս, գիտեք ինչ, այդ ով որ տենց բանա հիշացնում, ամենաստոր մարտավարությունն է բանանում վերցնում, որովհետև 3-4 ավտո առաջ դժբախտ պատահարը, մի բան է, որ մեկին ասում ես տարեք սպանեք կամ խումբ ես ստեղծում կամ հրաման ես տալիս, հետո վեր ես կենում սուտ ես խոսում դրա մասին, ասում ես մարդիկ կրակում էին, թաքնվում էին, մարդ ես գնդակահարում Հայաստանի Հանրապետությունում եւ մի բան է, երբ որ ճանապարհատրանսպորտային պատահար է լինում եւ այդ աղջիկը, որ մեր համար շատ մեծ ցավ է, վախից, այդ արագությունից, չհասկանալով ինչա կա, հետ է վազում եւ 3 ավտո առաջ այդ համեմատությունը մի րոպե, հանկարծ չմտածես քեզ եմ ասում, ես քեզ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, ինչ ես բոլորին, բայց այդ մարդիկ, ովքեր փորձում են այդ բանը շահարկեն, ստորեն եւ շատ վատ բան են անում քաղաքական դիվիդենդ շահելու համար տես բան են անում, համեմատելու բան է դա, օրական ցավոք սրտի կա պատասխան, տես բան չկա որ Հայաստանում, շողիկ, Հայաստանի Հանրապետությունում չկա դեպք, որ պատասխանատվություն չկա, անկախ նրանից ինչ պաշտոնյաներ են, ինչ աստիճանի պաշտոնյաներ են, չկա տես դեպք, չկա ու չի լինելու։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ դիմախոսները մեղադրում են, եթե որ դուք ասում եք Քոչարյանի ձեռքերը արյունի մեջ են, նաև ձեզ մոտ 5000 զոհեր ունենալ։ Եվս մեկ անգամ ասեցիք 5000, ես ձեզ հարցազրույց չեմ տա։ Մոտ չի կարելի։ Կլինի մոտ մեր երեխեքի մահվան թիվը չավելացնենք։ Մարդկանց ներողություն 50 թիվը եւ տենց բան եմ ասում։ Նիկոլ Փաշինյանը զոհերի +- էր ասում։ Հասկանալի է, որովհետեւ թիվը հստակ չէր։ Հիմա երբ որ թիվը հստակ է, ասենք
3998-ը սարքել 5000 պայմանական եւ ասել այս պահի դրությամբ մեր ինֆորմացիայից ելնելով 50 էսկոմ 50-ում դեռ չեն կարող ասել նույն բանն, հո լսեք, ձեզ թվում է այդ ամեն բառը վերցնելը, տենց պտտացնելը, այս մարդիկ էլ որ նստած են էկրանների դեմը, հիմար են, չեն հասկանալու, որտեղ որ ինչ ասվում ու որտեղ ոնց է շփոթտացվում, չէ, տես չի լինի, վերադառնանք ձեր հարցին, մեզ մեղադրում են, հա, լսել եմ, որ Քոչարյանը ասում է Հայաստանն էր մեղավոր եւ հայերն են մեղավոր, որ 44 օրյա պատերազմ տեղի ունեցավ։ Ուզում հասկանամ պատերազմի ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի վրա հարձակում լինում են զինվորները, որոնք որ մահացել են եւ այն պատերազմը, որը որ եղել է ոչ մեր պատճառով, ոնց կարելի է կապել քաղաքական ղեկավարության հետ, ուզում եմ հասկանամ։ Հիմա եթե ես հարձակվեմ ձեր վրա, ներողություն եմ խնդրում, եթե ես հարձակվեմ ձեր վրա, դուք եք, այ ապրեք, za что, ուրեմն դուք եք մեղավոր, լուրջ, այդ ոնց է տենց ստացվում։ Ասма Փաշինյանը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, այնքան եւ չպետք է շփոթել։ Չէ, տենց չի ասում նախ, հետո Ղարաբաղի ճանաչումը եղել է Պրահայում, արդեն պատերազմից հետո է եղել եւ դրանք համեմատություններ անցկացնել, ես հասկանում եմ շատ անգրագետ մարդու համար դա շատ բաց գործելավոճ է եւ հայտնի գործելավոճ է։ Պոլիսյան մարտերն եք հիշեցնում ավելի սպայս։ Դե գիտեք ինչ, մի կասի դե ես դա նկա, լսեք, քաղաքական գործիչները շատ հաճախ նման բաներ ասում են, ես էլ եմ նման բաներ անում, մնացած քաղաքական գործիչներն են նման բաներ ասում, բայց կա փաստ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև լարվածություն 2018 թվականին լավատեսություն չէր նշնչում, ցիտում եմ Սերժ Սարգսյանին եւ գտնվում էր փակուղում, դրանից առաջ կար ապրիլյան պատերազմ, հետո իրանք անընդհատ երբ որ ընտրություններն էր վարչապետ 2018 թվականին ասում էին, բա Ղարաբաղի հարցը ոնց է, բաստեղ, չեք հիշում, այդտեղ վարչապետին հարցեր էին տալիս դրա հետ կապված, մենք էլ զարմանում էինք, ասում ենք ինչի՞ է դա կապված էր նրա հետ, որ մենք շատ լավ գիտեին, որ պատերազմը սպասվում եւ այդ պատերազմը իրենք որոշեցին թողնել եկող իշխանությունների վրա, որովհետև եթե Աստված մի արածցե, օրինակ Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար կամ Ռոբերտ Քոչարյանը լիներ երկրի ղեկավար, իրանց Հայաստանի ժողովուրդը չէր խնայելու եւ չէր ներելու եւ չէր հասկանալու ինչ արեց 2021 թվականին մեր հետ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ 2021 թվականին այո։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հայրենասության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել եւ ոչ մի խաղաղության փաստաթղթեր չի լինել։ Նախ իրանք դա ասում են հենց պատերազմից հետո եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանը, երբ որ պարտության սիմվոլներից է խոսում, թող հիշի, որ ինքը երբևիցե հաղթանակ չի տարել քաղաքական դաշտում, նա միշտ պարտվել է բոլոր ընտրություններում, իսկ պատերազմի դաշտում իր անձամբ իր մասնակցության հետ կապված, այ լավ հարց տվեցիր, ասիր դու անձամբ տեսել ես Ռոբերտ Քոչարյանին պատերազմի դաշտում չի հաղթել։ Ես կարամ դրան հարցով պատասխանեմ, թեկուզ ռետորական, որ քո կողմից պատասխանի կարիք չի լինում, իսկ դուք տեսել եք իր մարտավարական անցած ուղին եւ այդ մարտավարական անցած ուղու ապացույցները, ես անձամբ կարծում եմ, որ շատ մեծ կասկածի տակ է։ Միակ հին վիդեոն որ տեսել եմ, այդ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան հարցնում է, ասում է հայր մերը գիտես, դրանից առաջվա տեսանյութ ես չեմ տեսել, ես այնտեղ տենց մարտական ուղի անցած խիզախ մի զինվորի մի ոյնի չտեսա։ Գրքի մեջ լավ նկարագրել է ինքը, եթե դուք իր գիրքն եք կարդաց, Աստված իմ։ Նիկոլ Փաշինյանի Էդ էլ ասեմ, այդ ձեր ընտրությունն է, բայց ոնց կարելի է Քոչարյանի գիրք կարդալ։